Ինչ է փոխվել Սիրիայում իշխանափոխությունից 1 տարի անց։ 2024-ի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն ու ընդդիմադիր ուժերի իշխանության գալը մեծ սպասելիքներ առաջացրեց սիրիացիների շրջանում։ Սակայն Սիրիայի Հալեբ քաղաքում բնակվող Երան Զեյթունցյանի խոսքով երկիրը դեռևս անցումային փուլում է։ Իշխանափոխության սկիզբը մարդիկ ավելի խանդավառված էին, սպասելիքներ ունեին, հույսեր ունեին։ Այսինքն անցումային շրջանի մեջ է, արդեն այդ աստիճանի լավատեսությունը քիչ մը հասկանալի չէ։ Եթե այդքան լավատեսությամբ զինվես, ոնց որ իրականությունից անջատված լաս։ Նրա խոսքով կա էլեկտրաէներգիայի որոշակի բարելավում ու վառելանյութի հասանելիություն։ Նաև մարդիկ ավելի ազատ են իրենց կարծիքն արտահայտում։ Բայց տնտեսական իրավիճակը մնում է սիրիացիների հիմնական մտահոգությունը։ Թեև դրամի արժեքը փոքր-ինչ բարձրացել է, սակայն գները շարունակում են մնալ բարձր։ Իսկ ինչ պատկեր է անվտանգային առումով։ Իշխանափոխության առաջին օրեն մինչև օրս այդ շրջանները, որ բավականին լուրջ խլրդումներ եղան եւ հատկապես ծովեզերիա քաղաքները որոշ կրոնական խմբավորումներու կամ փոքրամասնություններու եւ այլն, վստահ եմ այդ բոլորը գաղտնիքը չէ։ Այս բոլոր ընթացքին Հալեբը ամենեն հանգիստը եւ խաղաղն էր այդ առումով իմիջայլոց։ Հայ համայնքի կյանքը շարունակում է բնականոն հունով։ Շատ քիչ թիվ են կազմում Հալեբից հեռացող ընտանիքները։ Քոնե մեր դպրոցին մեջ գիտեմ, թե ընդամենը 2-3 ընտանիք է, որ ցկեցին եւ քացին։ Վիճակագրական առումով Հալեբի քաղաքի մեջ անպայման կլսենք, որովհետև արդեն հայերով քիչ մնացած ենք, առաջվան այդ մեծ քաղուտը չէ։ Անպայման մեր ականջին կհասնի այստեղ այնտեղ, եթե մեկը ցկեց քացած է, անոնք մեծ թիվեր չեն։ Առ այսօր սիրիացիների գլխավոր խնդիրը ապագայի անորոշությունն է, որն արդեն հոգնեցրել է սիրիացիներին։ Վաղվան օրվան մասին արդեն կարծես թե ծրագիրներ չունիս, օրը ինչպես կբերե այդպես գաբրիս կոր այս բահունիս, մարդը պետք ունի միշտ ապագայի ծրագիրներ ունենալու, չէ, կարենալ, այսինքն տեսլական ունենալու, իսկ այս բահուս մեր գերևի միակ տեսլականը, միակ քալիքի նկատմամբ այն է, որ այսօրվան օրը խաղաղ ապրինք, հանգիստ ապրինք, կարենանք մեր օրվան հացը ապահովել եւ ասված փրկե ինչս եմ այս երգիրը, որովհետեւ արժանի չէր, որ այսպես լար անշուշտ։